Տեղ գյուղը 10-րդ դարում հիմնել է Սյունիքի շահանդուխտ երկրորդ թագուհին։ Գյուղացիներն են պատմում ու հպարտությամբ ցույց տալիս հնագույն քարանձավային կացարանները, որտեղ իրենց նախնիներն են ապրել։ Այսօր գյուղի բնակչությունը հիմնականում անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ է զբաղվում ու պատվով պահում Հայաստանի Հանրապետության սահմանները։ Տիկին Գալիայի երկու որդիներն էլ զինծառայողներ են։ Իմ հիացմունքին ի պատասխան հավելում է, որևէ արտառոց բան չկա, երբ թիկունքում իր հողին կառչած ժողովուրդը գյուղից մինչև մեծ քաղաքներ ու մինչև մայրաքաղաք հանապազորյա արարումով իմաստավորում է սահմանին կանգնած զինվորի ծառայությունը, հայրենիք սահմանը գաղափար է դառնում։ Երկու տղաս ծառայում են բանակում, այս էլ մեր այգինա մշակում են, մարդիկ ապրում են իրաց առօրյա կյանքով, զբաղվում են իրանց աշխատանքներով։ Սարմենը շուտով արդեն 2 տասնամյակ հայրենիաց պաշտպանի առաքելության կրողն է։ Կատակում է բախտը բերել է կինը Նելին Մանկավարժ է, որ ոչ պակաս կարևոր առաքելություն եւ ինչու ոչ ծառայություն է։ Իր հավատարիմ գաղափարակիցն է արդեն 17 տարի։ Իսկապես ես միրտ գլուխս բարձր եմ քայլում, քանի որ պատիվ է ինձ համար լինել զինվորականի կին։ 2008 թվականից ծառայում եմ բանակում, ինչով կարում եմ, ես մեր սահմանամերձ գյուղին օգտակար եմ լինում իմ ծառայությունով։ Իսկ արդեն գյուղամիջում Նելի Իսաների հետ ենք ծանոթանում, փոքրիկ գյուղաբնակներից իրենց շենի նիստուկացով ենք հետաքրքրվում, դպրոց ու մանկապարտեզի առօրյայից ենք հարց ու փորձանում, հետո հրաժեշտ տալիս միմյանց պայմանով, որ առայժմ սահմանապահ իրենց գյուղի դիրքապահ հայրիկների ու եղբայրների մասին մենք կպատնենք, իսկ մարդկային պատմությունների մեր վավերագրությանն ավելանում է ևս մի ընտանիքի կենսագրություն։ Ես զինվորականի մայր եմ, երեխաներս ծառայում են սահմանին, 2 տղաներս ու թոռնիկս։ Աշխատող մարդիկ ենք, աշխատանք սիրող ժողովուրդ ենք, մեր համար ստեղծում ենք ապրում։ Երեխաներս էլ սահմանին մեզ են պաշտպանում։ Դե իսկ այո, հայրենիք սահմանն ամբողջանում ու գաղափար է դառնում արդեն սահմանին, պատվով իրենց առաքելությունն իրականացնող սահմանապահ զինծառայողների հետ խոսք ու զրույցի ընթացքում։ Ավարտել եմ հաշվապահական հաշվառում բաժինը, զորակոչվել եմ բանակ, ծառայելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արդեն 21 ամիս, 3 ամսից ավարտում եմ ծառայությունս, վերադառնամ հայրական օջախ։ Ինչ պլաններ կան ծառայությունից հետո։ Ամուսնանալ։ Բանակային դիրքերում ու պահպանության հարակից շրջաններում ընթացող ինժեներական աշխատանքներն ու հերթափոխի անձնակազմի կեցության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը մշտապես վերադաս հրամանատարության ուշադրության կենտրոնում են։ Դիրքապահների ծառայությունն առավել արդյունավետ ու անխոչնդոտ կազմակերպելու ուղղությամբ արվում է ամեն հնարավորը։ Մոտ տարի 9 ամսվա ծառայող եմ, միջով բանակ գալիս զբաղվել եմ սպորտով, լավ ծառայելու շնորհիվ վերադաս հրամանատարությունը քոհեն եղել, դեռաշնորհիվ ներկայացրել են կրսեր սերժանտի։ Լավ ծառայել նշանակում է զինակից ընկերոջ հանդեպ ամենակարևորը սրտացավ մեկը մյուսի համար։ Ընտանիքի պես է մեր միջավայրը, բոլորս իրար վերաբերվում ենք որպես իրար հարազատ եղբայրներ, դից ավելի միջավայրը ավելի շատ ջերմ է ստացվում, ծառայությունն է ավելի արդյունավետ։ Այսպիսին է հայրենիքի սահմանը հանրապետության հարավ-արևելյան գոտում եւ էլի սահմանապահ բնակավայրերում ապրող գյուղացու ու երկրի սահմանը պահող բանակային ստորաբաժանումների արդար վաստակն է լինելու վաղվա արևագալը, որ գյուղացուն դեպի ձորակները բանջարի կկանչի, դպրոց ու մանկապարտեզում էլ շուտով զանգը կկանչի մի նոր դաս սերտելու։ Իսկ բանակային դիրքերում հերթական հերթափոխը կլինի, որտեղ պետական սահմանի իրենց վստահված դիրքը պահպանելու երթումը կրող հայրենիաց պաշտպաններն են։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։ Մեր բանակը կանգնած է ու պաշտպանում է մեզ։ Մենք էլ մեր հողի վրա ամուր կանգնած կատարում ենք մեր աշխատանքները, մեր ժողովուրդն էլ ամեն մարդ իր գործի։ Հայաստանի սահմանների համար մտածելով ես որոշել եմ, որ պետք է լինեմ զինվորական։ Մենք էլ այո, մեր ծառայությունն ենք իրականացնում դպրոցում։ Պատրաստ ենք բոլորս, երթում ենք տվել մենք դրա համար, մենք երթումը կպահենք անպայման, պատրաստ ենք միշտ ազնվիրաբար պաշտպանելու մեր պետական սահմանները։